Սեպտեմբերի 17-ից 19-ը Երևանում ջազային հրավառություն է սպասվում։ Առաջին անգամ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվելու Երևան Ջազ Ֆեսթ 2015 ջազ փառատոնին։ 9 տարվա դադարից հետո Հայաստանում ջազը հնչելու է ոչ միայն առանձին համերգների, այլև մի ամբողջ փառատոնի ձևաչափով։ Կազմակերպիչը նորաստեղծ ջազի հայկական ասոցիացիան է։ Լավ երաժշտությունը միշտ հետաքրել է եւ միշտ հետաքրելու է հայ հանդիսատեսին։ Այսօրվա մեր այս երրորդյա փառատոնի ակտիվությունը մասնակիցների եւ ինչպես նաեւ ակտիվությունը այն մարդկանց, ովքեր են այցելել փառատոն եւ տեսնել, վկայում է նրա մասին, որ լավ երաժշտության սիրողները կան, միշտ եղել են ու կլինեն։ Կարծում եմ, որ երևանցիներին հետաքրքիր կլինի կազմակերպիչներից հավաքած այն դերասանները, որոնք այցելել են, արդեն եկել են Երևան, շատ լուրջ եւ լավ են պատրաստվել։ Ջազմեն Արմեն Թութունջյանը ողջունելի է համարում, որ երկար ընդմիջումից հետո նմանատիպ փառատոն է անցկացվում Հայաստանում։ Նա հույս է հայտնում, որ այն ավանդական եւ սպասված փառատոն կդառնա, ինչպես նախկինում էր։ 2007-ից հետո 8-ից հետո ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել։ Ամենակարևորը նա է, որ մեզանում փորձեր կարում են համենայնդեպս բարձրաճաշակ երաժշտությունը ամրապնդելու, որովհետև գաղտնիք չեմ ասի, որ ցավոք դեռ իշխում է ցածրորակ, ցածրաճաշակ երաժշտությունը։ Մենք երկար տարիների պատմություն ունենք։ Փաստորեն մենք նախանցյալ տարի 13-ին նշեցինք մեր ջազարվեստի 75-ամյակը։ Երևանը կա ջազային քարտեզի վրա, հավատացեք, դա մենք չենք նստած մեզ գովում։ Դա այդպես է։ Փառատոնի մասնակից Էռնա Յուզբաշյանը բարի երթ մաղթեց փառատոնին եւ բոլորին հորդորեց գնալ մարզահամերգային համալիր ջազ վայելելու։ Այնպես ստացվեց, որ Հայաստանի այցելությունը համընկավ այս գեղեցիկ միջոցառման հետ։ Երևանցիներն այս ամենից սպասել են 9 տարի։ Ցանկանայի, որ այսպիսի փառատոն Հայաստանում անցկացվի ամեն տարի։ Կազմակերպիչները հույս են հայտնում, որ փառատոնը նորեջ կբացի հայկական ջազի կյանքում։ Երևան Ջազ Ֆեսթը երիտասարդ ջազմեններին հնարավորություն կտա արտահայտվել եւ ներկայանալ։ Նախատեսվում է փառատոնը դուրս բերել նաեւ միջազգային ասպարեզ։